Շարունակում ենք ծրագիրը եւ իհարկե ինչպես արդեն գիտեք հաղորդման այս հատվածում Միշտ մեզ է միանում Արմեն Չիբուխյանը եւ այսօր էլ բացառություն չէ, բարի երեկո Արմեն։ Քանի որ այս իրանյան իսրայելական, ինչպես ուզում եք կոչեք դեպքերը սկսեցին ուրբաթօրը առիթ չենք ունեցել այդ մասին խոսելու, հիմա կուզենայր արդյոք մի թեթև բան կատարեիր, ինչ սկսվեց, ինչպես եղավ եւ ուր հասանք այս ամբողջ ընթացքում այս շաբաթվա վերջի դեպքերը Իրանի եւ Իսրայելի եւ Իրանի կապակցությամբ։ Բնականաբար դե ասեմ ձեզ սա կանխատեսելի էր, ես սա կանխատեսել էի, այո, երկար ժամանակ։ Եվ ասեմ, որ ուրեմն Իսրայելի երևի պաշտոնական տեսակետներից կենք, իդեպ բանակցությունների սկզբից ես հենց այս տաղավարում կանխատեսել էի, որ Իրանը ժամանակաձգելու Իրանը ժամանակաձգելու, որպեսզի ստեղծի իր միջուկային ռումբը։ Այո, եւ այն ժամանակ խոսակցությունը ուրիշ կլինի։ Տանի, բերի, այո, եւ այլն։ Ըստ երևույթին Արմեն չէր հավատում, որ իր վրա այդպեսի հարձակում կգործեն, չէ՞, որտեվ կամ թերագնահատում էր ուժերը, չեն կարողանա, ես չգիտեմ, բայց իր վարկագիծը բոլոր դեպքերում ցույց տվեց, որ գիտեք, հետաքրքիր մի բան կա, ընդհանրապես համաշխարհային քաղաքականության մեջ, այսպես երբեմն պետությունները հայտնվում են փակուղում ցունցը վանգակոչում շախմատի մեջ։ Ինչ քայլանես եւ վնաս կես այդ այո, այս շատ ճիշտ բան է ու այստեղ պետք է հաշվի առնել Իրանի վիճակը։ Ռեժիմը թշնամական է աշխարհի համար, վտանգավոր է։ Իդեպ հետաքրքրական մի նյուանս բերեմ, ես ուղղակի շարունակում եմ զարմանալ մարդիկ, որոնք վարչապետի հետ գնում են ինչ-որ այսինքն գիտական ինչ-որ սամիտների են, think tank-երի կամ չգիտեմ ինչ-որ իրենց դրել են վերլուծաբանների տեղ եւ ինչ-որ վերլուծական կենտրոններ են պահում, ուրեմն պրիմիտիվ, մանկապատանեկան մտքեր են ինչ-որ գրում էմոցիոնալ մակարդակի, թե Նեթանյահուն հոգեկան հիվանդ է, եւ ես վախենում եմ, որ այդ մարդիկ են վարչապետի խորհուրդներ տալի Հայաստանի, ինչ-որ վերլուծություններ տրամադրում, դա ուղղակի աղետ է մեզ համար, որովհետև մի ռեժիմը, որը առավոտից իրիկուն գրում է մահ Ամերիկային, մահ Իսրայելին, դուք գիտեք, Խամենեին հավաքում է իր կողմնակիցներին, ամեն լավ միջոցառումը ուրախ միջոցառում է, էլ չեմ ասում իր փոստերը ամենօրյա, սկսվում եւ ավարտվում է մահ Ամերիկային, մահ Իսրայելին ու ասենք post factum ինչ-որ փորլուծաբաններ նստած գրում են ասում են այդ հիվանդ Նեթանյահուն աշխարհին ուզում է ծախի իր պատերազմը ըստ հարցը ով արի մոռանալ այսինքն չէ սա գիտեք ինչի համար է վատը գիտեք որն է մեր հասարակությանը իրականությունից հեռու պահելն է էլի մեր հասարակությանը էլի սխալ Եվ որ հասարակությունը սխալ վերլուծություն է ստանում, չգիտի իր համար որն է լավն է։ Դրա համար հիմա մենք եկել ենք ճիշտ վերլուծություն տալու։ Այսինքն տեսեք, իմաստը հետևյալն է։ Ուրեմն Իրանը կորցնում էր դիրքերը Մերձավոր Արևելքում եւ մենք դա տեսնում ենք։ Ինչ էր անում։ Կորցնում էր դիրքերը Միջին Արևելքում, այո։ Եվ երկու տարբերակ ուներ։ Կամ, այսինքն այդ ռեժիմը սնվում է թշնամության վրա ցանկացած դիկտատորական ռեժիմ շնորհում է թշնամության։ Եթե դու կորցնում ես թշնամությունը, դու էլ պետք չես։ Ումդեմտի ժողովրդին հանես կամ ամեն ինչ։ Այո։ Այդ Հիտլերը չարեց։ Այո։ Եվ հիմա տեսեք, օրինակ նույն Իրանում վերջին շրջանում գիտեք ինչ միտինգներ եղան նույն են աղջկան քուրդ որ սպանեցին գլխաշորի համար։ Հիմա Իրանի ժողովուրդը դրա դեմ ոչ հիմա չի մոռացել։ Իրենք դեմոնստրատիվ չեն կրում շատերը գլխաշոր։ Դուք գիտեք, որ այս պահին էլ չեն կրում գլխաշոր։ Բազմաթիվ կադրեր կա։ Ծաղելի թվալ չէ գլխաշոր, բայց դա կարող է քանդել մի ամբողջ մուսուլմանական երկրի արքու կարգը։ Դից սկսվի։ Եվ սա ուղղակի վայրենի ռեժիմ է, հասկանում եք, սրա ուժեղացումը Հայաստանի համար վատ է։ Սրա քանդվելն էլ Հայաստանին վերելու արդարացնում ես կանխարգելի չարվածը Իսրայելի։ Ես չեմ արդարացնում։ Մենք տալիս ենք, այսինքն մենք տալիս ենք հիմքերը։ Մենք տալիս ենք իրավիճակը։ Մենք ոչ մեկին ոչ արդարացնում ենք, ոչ չենք արդարացնում։ Արմեն, բայց հստակորեն, եթե սпасեին այնքան մինչև Իրանը միջուկային զենք ունենար, այս խնդիրը շատ ավելի դժվար էր։ Իհարկե։ Գումարած բալիստիկ հրթիռները, որ Նեթանյահուն արդեն վիճակի են ատոմայինը տեղափոխել։ Դուք գիտեք, որ հիմա օրինակ Իսրայելը ոնց է հաշվարկանում։ Ես լսում էի Նեթանյահուի հարցազրույցը եւ ասում է Իրանը ունի հնարավորություն ուրեմն մինչև 20, այսինքն շատ արագ մի քանի տարում ուրեմն այդտեղ ճիշտ ասած մի քիչ նյուանսներ կա ինքը այսպես ակնարկեց որ կամ ունի կամ մի քանի տարում կարող է ունենալ այստեղ եկեք հստակ չնշենք մինչև 20,000 բալիստիկ հրթիռ որը հավասարազոր է 2 միջուկային ռումբի
ըստ Ինքնին Իսրայել։ արդեն, Այո, 20,000 բալիստիկ հրթիռ հավասարազոր է 2 միջուկային ռումբի եւ ինքը ասես մենք կանխարգելում ենք որ այդպիսի վտանգ չլինի, որովհետեւ 2 միջուկային ռումբը մեկն էլ կարծեմ Իսրայելը կարող է համարյա ոչնչացնել, 2 միջուկային ռումբը էլ չասեմ, հաշվի առնելով տարածքի փոքրությունը։ Եվ մի պետություն, որը առավոտից իրիկուն գրում է, մենք փաստում ենք, ասում ենք ինչ է եղել, որ մահ Իսրայելին, մահ Միացյալ Նահանգ, պատկացնում եք այդ պետության ձեռքը ընկնի միջուկային ռումբ։ Հիմա որտեղ է ցուկցվանգը։ Եթե դու հիմա դադարեցնում ես, դու դիկտատորական ռեժիմ ես, Իրանի տնտեսությունը խայտարակ վիճակում է, ահավոր կոռուպցիա է, քսիրը թալանում է երկիրը, այդ իսլամ պահապանների կորպուսը, որը ենթարկվում է բանի այաթոլային։ Այաթոլաները թալանում են երկիրը, ժողովուրդը աղքատ է, տնտեսությունը խայտարակ վիճակում է, բայց որպեսզի իրենց ռեժիմը պահպանվի, ես պետքա թշնամանք։ Եթե չլինի թշնամանք, բացվի երկիրը, հա, եւ այլն։ Այդ դեպքում արդեն կա, այսինքն այլ իրավիճակ կստեղծվի։ Այդ ռեժիմը ոչ մեկին պետք չի լինել, կուզենան ավելի ազատություն եւ այլն։ Կամած իրենք կկորցնեն ազդեցությունը։ Այսինքն մեծ հաշվով իրենք հասկանում են, որ իրենք ատելի են իրենց ժողովրդի կողմից։ Եվ միակ բանը, որ պետք է շարունակեն։ Եվ երկրորդը, տեսակ, որ երկրորդ հանգամանքը ինչի են ցունքսվանգի մեջ։ Իրենք Սիրիայում կորցրեցին իրենց դիրքերը։ Հեզբալլահը թուլացավ, Համասը թուլանում է։ Հութիները դեռևս այո, ուրեմն կարողանում են ինչ-որ հարցեր լուծել, բայց գլոբալ տեսեք փորձեցի որոշեցին Ամերիկայից չմտնեն կոնֆլիկտների մեջ այս պահի դրությամբ ուրեմն ինչ որ եւ մի կարևոր բան Նեթանյահուն ասում է մենք ունենք տեղեկություններ որ եթե 9 միջուկային ռումբի ատոմային ռումբի ուրեմն արդեն իրենք ուրեմն հնարավորություն ունեն շատ արագ ստեղծելու մինչև 1 տարի կամ կլինի 12-13 ամիս բայց մինչև 1 տարի ժամանակ մոտավորապես եւ իրենք պատրաստվում են նաեւ այդ ռումբերը փոխանցել որոշակի քանակ հութիներին որը ել ավելի, այսինքն ամբողջ մերձավոր արևելքը պահելու են ուրեմն այսպես բանի տակ պատանդի կարգավիճակում, հա։ Ինչը ասեց ուղիղ սպառնումը նաև Միացյալ Նահանգներին։ Իսկ դրանից հետո իրենց հետ էլ խոսալ չի լինելու։ Ես շարունակություն այո։ Այո, հիմա մեզ մոտ գովազդ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբուխյանի։ Serial ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխյանի հետ։ Արմեն խոսում ենք Իսրայել, Իրան։ Այո, եւ ինքն էլ ասեմ, ինչեւ սկսելը, այս վերջերս չգիտեմ նկատել եք թե չէ, պատերազմ բառը չեն սիրում օգտագործել։ Ասում են կոնֆլիկտ, ասում են հատուկ օպերացիա, հակամարտություն, զարգացում դեպքերի, բայց այն ռմբակոծում նրան, բայց սա պատերազմը ո՞րն է։ Ես ինչքան փոճու ժամանակից հասկանում եմ դա պատերազմը։ Հիմնականում ասում են Իսրայել-Իրան որ, ասինքն պատերազմ են ասում, բայց տեսեք, հիմա ինչն է խնդիրը։ Եթե մենք նայում ենք Հայաստանի համար ո՞րն է լավ, ուրեմն բնականաբար Հայաստանի համար լավը նորմալ ժողովրդավարական կամ գոնե կիսա ժողովրդավարական ոչ ֆանատիկ կառավարություն Իրանի, այսինքն այդ պարագայում Հայաստանի համար շատ մեծ շանսեր են բացվում, որտեվ այս Իրանի հետ, այս վտանգի հետ, հա, որը այսօր փորձում է ուրեմն մերձավոր արևելքում, եթերպես աշխարհում իր դիրքերը ամրապնդել, հատկապես մերձավոր արևելքում, ուրեմն եւ կրոնական ֆանատիկ իշխանություն, հա, որը սա որ ասում մահ սրան, մահ նրան եւ այլ, իսկ կոնֆլիկտի վրա է սարքում հարաբերությունները ուրիշի հետ։ Այդ երկրի հետ, այդ երկրի պարագայում ինչքան մենք խոսում ենք լոգիստիկ ուղիների եւ բանի մասին, շատ մեծ ապագա այդտեղ սպասել պետք չի։ Անդադ խնդիր է լինելու այդ երկրի հետ։ Արմեն, այսպեսի մի հարց տամ։ Ենթադրենք այս դեպքերը կանգնեցին մի քանի օրից եւ Իրանը մեղա եկավ ասեց եկեք ստորագրենք այդ ասում արդեն իդեպ գիտեմ, գործողություն կա։
Այդտեղ ինչ սցենար կարող լինել, ասենք, եթե իսկապես ստորագրեն պայմանագիրը, միջուկային զենք չի արտադրելու ինքը, պատժամիջոցները հանելու են Միացյալ Նահանգները, ավելի կթեթևանա իրավիճակը։ Իհարկե, բայց ես դրան չեմ հավատում։ Որովհետև տեսեք, եթե դա արեց Իրանի իշխանությունը, այսինքն եկեք չասեմ չեմ հավատում, ես չգիտեմ ինչ աստիճանի կհասնի, բայց եթե դուք նկատեք Իսրայելի հարվածները, հետախուզությունը, բանակի, այդ իրենց իսլամական պահապանների հեղափոխության, ուրեմն կորպուսի հետախուզությունը, ղեկավար կազմը, բանակի եւ այդ ոնց ասած անձնական եւ Իրանի բանակի եւ Խամենեի անձնական բանակն է դա, չէ՞, այդ քսիրը այդ։ Այսինքն դրանց երկուսի ղեկավարությունը ամբողջությամբ մաղվել են, 2 տասնյակից ավել գեներալներ եւ Թեհրանի ոստիկանապետ չգիտեմ ում ասեք, հա, բայց ամենակարևորը հետախուզության ղեկավարներն են, այստեղ լրջագույն եւ ուրեմն բանակի ղեկավար կազմը, գլխավոր շտաբի պետ։ Ամբողջ էլիտան հիմա կարող էլիտան ուղղակի սրբում է Իսրայելը։ Այո, հիմա տեսեք ինչով է արդարացնում Նեթանյահուն, ասում է, դուք տեսեք ինչ հրթիռներ նա արդեն ունի, ասում է։ Նա արդեն վնասում է Իսրայելը, ասում է, արդեն որոշ հրթիռներ տեղ են հասնում, չէ՞։ Ասում է, դե պատկերացրեք, որ ինքը դրանից 20,000-ը օգտագործի մեր դեմ։ Ինչ կլինի Իսրայելի հետ։ Այսինքն իրենք հիմա ասում աճացնում են իրենց հնարավորությունները։ Մենք դա թույլ պետքա չտանք, որովհետև արդեն իրանք ունեն որոշակի հնարավորություններ, որ մեզ վնասում են, հա։ Եվ այս իրավիճակում թույլատնելով Իրանի ղեկավար կազմը, հոգևոր ղեկավար կազմը, հիմա շատ են խոսում, որ իբր Թրամփը վետո է դրել, որ չխփեն, չսպանեն Խամենեին, բայց Նեթանյահուն ասեց, մենք անելու ենք ինչ որ գտնում ենք հարմար, ես չեմ զարմանում, որ Թրամփը այդպիսի բան արել է, բայց Նեթանյահուն ասեց, че այդպիսի խոսակցություն դարապես չի եղել։ Հիմա Նեթանյահուն չի հավատում դրան, բայց ասում է, հա, եթե լինի մենք պատրաստ ենք, բայց ինքը պետք է հրաժարվի Ուրանի հարստացումից, ինչից Իրանը ասում է չեմ հրաժարվելու։ Հիմա Իրանը Wall Street Journal-ի փոխանցմամբ համ Իսրայելին, համ ինքան վատավիճակները, որտեղ օդանավակայանները ավելի վատը։ Տեսեք, շատ հետաքրքիր բան, պետական կառույցներն են ռմբակոծում, արտգործնախարարությունը, կառավարական շենքերը, հեռուստատեսությունը եւ այլն, օդանավակայանները անգամ այսպես շատ հեռու օդանավակայան իրանցից 2000-2300 կիլոմետրի վրա կարողացել են օդանավակայանը ոչնչացնել իրանց այդ լիցքավորող ինքնաթիռներ կան, շատ հին ունեին Boeing մի հատ, դա ոչնչացնել, ավիացիան են բարի տալիս, հակաօդային պաշտպանությունը արդեն շատ վատ վիճակում է, այսպես հատուկ են տեղեր է մնացել։ Այսինքն օդը Թեհրանի լրիվ ուրեմն Իսրայելի ինքնաթիռներից եղնա։ Ինչ ուզում անում են, այդպիսի վիճակ։ Իհարկե իրանք էլ են դժում, իրանք էլ մահեր ունեն, բայց Թրամփը այսօր ասեց Իրանը չի հաղթում պատերազմը։ Այսինքն Իսրայելը շատ լավ է կատարում իր գործը։ Դե սրանից լավ էլ ինչ այմար։ Այո, կատարյալ օպերացիա կարելի է ասել։ Հարցը բոլոր նպատակներին, որ դրել էին իրենց Ես պնդում եմ, որ հիմա Միացյալ Նահանգները չի պաշտպանում իրականում մեծ հաշվով այնպես որպես պետքա տեր կանգներ Իսրայելին այդպես չի կանգնում իրենք ունեն B2 ինքնաթիռներ որոնք ունակ են հատուկ հակաբունկերային ռումբեր որոնք 30,000 տոննա են 30,000 տոննա այն էլ հələ հարցա դրանք որքանով կարող են ոչնչացնել բայց եթե կարող է ինչ-որ ռումբեր ոչնչացնել Նաթանզիում եւ Ֆորդոյում գտնվող խորը օբյեկտները դրանք 30,000 տոննանոց ամերիկյան հակաբունկերային ռումբերն են որը չի տրամադրում Տրամփը բայց Իսրայելը մենակ այդ ինքնաթիռն է կարող Այո, Իսրայելը ուղղակի հետաձգում է ստեղծման process, այսինքն Նաթանզիի վերգետնյա կարողությունները ոչնչացրեց։ Մեկն էլ Էսֆահանում։ Ես sense եմ պատկերացնում։ Ակներեք Էսֆահանում եւ Ֆորդովում են խորը կարողություն։ Սեղմում են, կստորագրեք, չեք ստորագրի, սեղմում են, մինչև ստորագրեն այդ։ Այո, եւ հիմա հարցը հետեւյալն է, այսօր Տրամփին հարցրեցին, իսկ դուք կմյանաք, ասեք, ես պատերազմին ասես հարցին չեմ պատասխանի։ Այսինքն գլոբալ, բայց նաեւ օգտվեց արդից PR լինելու եւ ասեց, որ 60 օր ես բանակցի, 61-րդ օրը ասեցի դիլ չկա, այսինքն տես սկսվեց այդ ամեն ինչ, հա։ Իրականում ինքը փորձում է այստեղ PR-ը լինի, որովհետեւ ես վստահ եմ, որ Նեթանյահուն է ստիպել այս ամեն ինչը, որովհետեւ միջև այդ ինքը ճիշտ էր ասում, 61-րդներ են։ Այո, ճիշտ է, բայց միջև այդ, որտեղ 60 չէ, այստեղ տենց է, Նեթանյահուն ասել է, ես 60 օր կսպասեմ։ Դու 60 օր ես ասել, ես 60 օր կսպասեմ, 61-րդ օրը խփեց։ Այսինքն, այստեղ դուք իմ խոսքը չկատարեցիք, ես ձեզ պատժում եմ։ որովհետև տեսեք, այստեղ խնդիր կա, ես վստահ եմ Տրամփը գող չի այս հարվածներից հիմա։ Մենք տեսանք Թուրսի Գաբարտի այդ միջուկային զենքի հետ կապված այդ սրտաճմլիկի մարդ տեսանյութը ծիծաղելի որ ուրեմն ներկայացրեց դա խայտարակություն էր ուղղակի Սան Ֆրանցիսկոյի միջուկային զմերը լրիվ ռուսական քարոզություն բայց այս իրավիճակում տեսեք Թրամփը շարունակում է հավատալ որ եւ Իրանի հետ կարա գործարք կնքի չնայած ինքը ասեց որ ես ասեցի իրենք հիմա գիտեմ որ ուզում են իմ հետ հիմա պայմանավորվեն այո գիտեմ որ բայց ասեց մենք պայմանները ասել ենք իրենք գիտեն իրանք պետք է ասեց անեն այն ինչ որ մենք ասում ենք քանի ուժ չի շատ եւ ասեմ շարունակվելու է այս ամեն ինչը թեժանում է այս ամեն ինչը
Նեթանյահուն հասկացրեց, որ պետքա արդյունք լինի։ Իսրայելի կարողությունները միայն հետաձգելու մասին առումբ ստեղծելու, ոչ թե ամբողջ կարողությունները վերացնելու, առանց Միացյալ Նահանգների դա բարդ կլինի։ Եվ ասեցին, իրենք էլ ասեցին, որ եւ նույնը Պուտինի վերաբերյալ, մենք էլի վաղ խոսենք արդեն G7-ի արդյունքների հետ կապված, Պուտինի վերաբերյալ այսօր էլի ասեց մի բան, որը անընդունելի էր, որ եթե իրան չհանեին G7-ից չդառնա G7, Օբաման չհաներ Տրուդոյի մասին, պատերազմ չէ լինի։ Չէ, դա ծիծաղելու է հիմա ամերիկյան մամուլը բացատրում ասում է, գոնե հիշում ես ինչի հանեցին։ Ոչ թե պատերազմ չէ, որտեղ մտավ Ղրիմը վերցրեց, պատերազմ սկսեց դրա համար հանեցին G8-ից։ Այդ չեն խոսում պատճառների, ասում եմ, ինձ էլ հանեին, ես էլ կնեղանայի, նեղանալու հո մարդ չէ, դե հասկանում եք, ախր լավ, այդ մասին վաղ խոսենք, Լիքսի Գրեմը բլումենտալի հետ վերաբերմունք ունի Պուտինի նկատմամբ, զգացում, չի կարողանում կակցնել կամ, չգիտեմ ինչ։ Դերենիկը կարծում եմ դա սեր է, խորը սեր է։ Ինչև է թաքնված։ Չէ, ընդհակառակը ակնհայտորեն ասում է, հա։ Ես էլ արդեն անընդհատ արդարացնում եմ, եւ դա արդեն առանց մտածելու, ես գում եմ բնազդաբար է իրան, ինչ որ հատուկ վերաբերմունք ունի, նախանձում է երևի, ես չգիտեմ, հա։ Որ ինքը չի կարողանում տենց պարադներ անել զինվորական։ Այո։ Չտածվեց իր համար։ Ճիշտ։ Այսքանը սիրելիներ այսօրվա համար կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։